Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում գյուղացիները փաստի առջև են կանգնած։ Կուտակված խնդիրները շատ են՝ ջրից, հողագործությունից, անասնապահությունից, վարկերից մինչև երթուղի։ Համայնքի բնակիչները սրտ նեղում են, ամբողջ տարին աշխատում են, բայց ձմռանը դատարկաձեռն նստում։ Տեսօր տունս վերջին алու խմել եմ շաղել։ Սև կա հողի վրա, նովտը հողին էլ հետ է։ Որ հող չիտիր մեր գլխին։ Եղած փողը տնում են կողի մեջ, եկամուտ չենք ստանում, կամ չի ծախում, կամ էժանա, կամ կարկուտնատանում, կամ չորությունից հա չորանում։ Այս տարի սեմուսկենել պարտկով են տալի չեն, փողն չեն տվել։ Ոռոգման ջուրի շատ թանկ է, ժողովուրդը չեն կարող մշակեն, հողերը ամբողջ ամայության են մատնե։ Ամբողջ հողերը։ Մեր գյուղի տարածքի հողերը շատ լավ հողեր ունենք։ Չենք կարող այստեղից դուրս գանք, իմի խոսքի այսօր ուզում եմ դուրս կամ գնամ, խանութ չկա սովխոզում, ժողովուրդը քիչ է, առևտուր չի լինում, ով էլ խանութ դրարա։ Փող չունի, փող չկա առևտուրանին, իսա գործակատարն էլ իր դրած փողերը տնում է, այդ մարդը տանում են իսա տարիներով չեն տալիս, դրա համար էլ մնում ենք ասենց։ Թեև գյուղացիները բազմաթիվ խնդիրներ են մատնանշում, դրանք Տալվորիկի գյուղապետ Կիրակոս Սաղաթելյանի համար նկատելի չեն։ Ավելին վիրավորվում է, երբ գյուղացիները խնդիրները թվարկում են։ Այն բանը ոնց որ ես գամ մտնեմ քու տունը, ինչ ուզենամ անել, վերջում կասասս ինչ ես անում, ես ասեմ։ Դուք մտել եք գյուղ, մի հատ չեք ասում։ Գյուղ ենք մտնում, գյուղապետին, տեղակալին ասում։ Մենք գյուղապետարան եկան, գյուղապետանը ասա եթե այսօր աշխատանքային որ չի, գյուղապետարանը կան։ Մենք քանի տնտեսություն կա, արտագաղթություններ։ Արտագաղթ չունենք։ Սաղ լավ է, սաղ մշակում են իրանց հողերս ապրում։ Յոլա ապրում են։ Մեկը ինչ էլ ասենք, ոչ մեկը մեր մատից փուշ չի անի, ոչ էլ։ Գյուղացիների խոսքով իրենց համայնքում գյուղատնտեսությունը կզարգանար, եթե օլիգարխ հողատերերը աջակցեին։ Համայնքի բնակիչները պատմեցին, որ Տալվորիկում խորշոր հողատերերի մեծ ցանկ կա։ Այստեղ հողատարածք ունեն Իջևանի գինու գործարանի սեփականատեր Էմին Եղիազարյանը, Բաղրամյանի Ալրաղացի սեփականատերը, Ռոբերտ Քոչարյանի որդին Սեթրակ Քոչարյանը, Նորիկ Պետրոսյանը, ազգային ժողովի падգամավոր Ալիկ Պետրոսյանը, ԲՀԿ-ական падգամավոր Գուրգեն Արսենյանը։ Գյուղացիների խոսքով Քոչարյանի եւ Արսենյանի հողատարածքների համար ջրագիծ է բերվել, որից գյուղացիները օգտվել չեն կարողանում, չնայած նրան, որ գյուղում ոռոգման ջուրը խնդիր է։ Գուրգեն Արսենյանն ընդամենը ունի 84 հեկտար, այդ ղռեր նոր մտար էդի է։ Ինքն էդի օլիգարխ չի։ Մապի ալիկը 2000 թվականից մարդը հողն առել է, հիմա սա խաղի այգի է, որի վրա աշխատում են այսօր 3-400 հոգի։ Քոչարյանի տղան ունի խաղի այգի է, պատկատու է, էլի աշխատում են 100 հոգի ծավալ մարդիկ։ Ու շատ կան, ասում պարկ, Իջևանի գործարանելու։ Իրանք մեր նման չեն, ես 3 հեկտար ունիմ, չկարամ ամեն հարցը լուծեմ իշխանություն։ Օրինակ Քոչարյանի տղեն էսա աչ ծախնա, այն մեկը աչնա, իրանք կարում են իրանց հարցը լուծել։ Մենք մեր 3 հեկտար չկարանք նորմալ ծախենք, վերջած։ Բարարտանույթը իրանց կա, մեխանիզմը կա, վառելանույթը իրանց կա, իրանք հարստանում են։ Իսկ մենք օրինակ այդ աղածը տալիս ենք, էդի որ հողից ստանում ենք, չէ, տալիս ենք բարարտանույթի, վառելանույթի ու տրակտորիստի։ Օրինակ ասում են Հայաստանի չէ, երկրագնդի մեջ ամենահարուստը երիտասարդության մեջ Քոչարյանի տղեն է, բայց դրանք կաբր են, իսկ մենք ինչ կարանք անենք։ Հասմիկ Հակոբյան, Սևակ Գրիգորյան, Նյուզպրես։